Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան թակարդ է Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ։ 1990 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու եւ այս ընկալումը արտահայտվել էր Ղարաբաղյան շարժմամբ։ Կարող ենք արձանագրել, որ 4-րդ հանրապետությունը հիմնադրված է, 4-րդ հանրապետությունը իրականություն է։ Ու մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը 1990 թվականի անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության եւ որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը եւ ժողովուրդը այդ որոշումը հաստատել է։ Նոր սահմանադրության մեջ հղում անել անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող առավել եւս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին եւ խաղաղության օրակարգը այժմ այլևս համապետական օրակարգ է։ Ըստ այդմ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը եւ ինստիտուցիոնալացումը կառավարության համար առաջնային օրակարգ է։ Համոզված եմ Ադրբեջանից Հայաստան ներմուծումներին զուգահեռ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան։ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մեկնարկը եւ զարգացումը իհարկե էականորեն ուժեղացնում է հաստատված խաղաղությունը։ Եվ մենք մեր տնտեսվարողներին քաջալերելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ եւ գործողություն։ Ես չեմ մոռացել Քավլիցի, չեմ մոռացել, որ ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձած լինելով այս թեմային, ուզում եմ ամփոփել մեկ ընդմիշտ։ Հայաստանյան ավակ եւ միջին սերնդի քաղաքական ըստ էության բոլոր գործիչների քաղաքական ծագումնաբանությունը հանդիսացած Ղարաբաղյան շարժմանը եւ Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին ամենացորդ նվիրումն է, որ ինձ ու իմ գործընկերներին համարձակություն է տվել առաջ գնալ, բացել վարակույրը եւ տեսնել, թե ինչ կա Ղարաբաղի շարժման հետևում։ Ի վերջո 19-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրությունում հայության կոտորածները ահագնացան այն բանի արդյունքում, որ մենք նախ որոշեցինք, որ մեր հարցերը միջազգային երաշխավորների միջոցով պետք է լուծենք, ապա եւ մեր ամբողջ գործունեությունը ծավալեցինք այս տրամաբանության վրա, հենվելով, հավատալով նաեւ ուժային գործոններին։ Կար նույնիսկ ժամանակ, երբ թվում էր, գոնե մեզ այդպես էր թվում, թե աշխարհի հզորները, մասնավորապես Ռուսաստանը, տարածքներ է գրավում մեզ համար։ Այս ընկալումը ավելի էր թանձրացնում մեր շուրջ ձևավորող թշնամությունը։ Այսինքն մենք ինչքան ուրախանում էինք Ռուսաստանի հաջողություններին առաջին համաշխարհային պատերազմում եւ դրանից առաջ, այդքան մեր շուրջ ձևավորվում էր թշնամության մթնոլորտ։ Իսկ երբ Ռուսաստանը իր ներքին խնդիրների եւ այլ պատճառներով ստիպված էր հեռանալ տարածաշրջանից, մենք մեկ մենակ մնացինք մեզ թշնամի համարող եւ մեր կողմից թշնամի ընկալվող միջավայրի հետ։ Եվ ահա այս պայմաններում ջարդերը դարձան կոտորածները ցեղասպանություն։ Մենք որոշեցինք, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում։ Այսօր մեր բանակը դինամիկ կերպով զարգանում է, բայց ոչ առանց խնդիրների։ Ինքնասպանությունների հասնելու դեպքերը, սպանությունները, տարբեր պատճառներով մեր զինվորների մահերը խորապես մտահոգում են կառավարությանը, բայց անվտանգության ապահովման մեր ընկալումները նույնպես պիտի վերանայենք, հասկանալով, որ չի կարելի արտաքին անվտանգության ապահովման ամբողջ բեռը դնել բանակի վրա, էլի բանակի վրա, անընդհատ բանակի վրա, շարունակաբար բանակի վրա։ Խաղաղությունն է անվտանգության ապահովման միակ հուսալի եւ գործուն երաշխիքը, ավելի հուսալի երաշխիք պարզապես գոյություն չունի։ Չկա ավելի հեշտ բան, քան խաղաղությունը փլուզելը։ Օրինակ, Կտրիչ Ներսիսյանի ուղիղ հրահանգի ենթարկող Էրիկա արգելի գործընկերներ, վերջ։ Դադարեցեք, շարունակեք խնդրեմ, պարոն վարչապետ։ Ուղիղ հրահանգի ենթարկվող մի շարք հոգևորականներ, իմ տեսածն եմ ասում, սուրբ եւ անմահ պատարակների ժամանակ խորաններից ոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի հանրապետությունը։ Այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։
Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է հայաստանյան առաքելական եկեղեցու փաստացի պետը հանգստի կոչվի։ Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցում առաջացած խորը համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից, սրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ եթե նկատել եք, Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը նույնպես տեղ ունի կառավարության գործունեության ծրագրում։ Արտահանման այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է Հայաստանի նկատմամբ, քաջալերված եւ խնդրված են հայաստանյան ընդդիմության կողմից, ովքեր ռուսաստանյան որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանապողություն անելու հանձնարարություն եւ այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում։ Առաջիկա 1 տարվա ընթացքում մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ եւ ինչ ատոմային կայան ենք կառուցելու, որովհետեւ ինչպես գիտեք, 2036 թվականին գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է եւ իդեպ ատոմակայանի փակումը որպես դե յուրե պարտավորություն Հայաստանը ստանձնել է հեղափոխությունից առաջ։ Չնայած պիտի ասեմ, որ զարգացող տեխնոլոգիաները հնարավոր է թույլ տան 2036-ից հետո եւս մեկ անգամ երկարացնել հայեկի շահագործման ժամկետը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդում եւ հետագա ինստիտուցիոնալացում Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանում եւ հետագա զարգացում Հայաստանի Հանրապետությունը այսպիսով հեղափոխում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի 4-րդ հանրապետությունը։